Պարոն Նահապետյան, տեսեք, միշտ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում կոռուպցիա չկա, արմատախիլ է արվել։ Մենք նկատում ենք, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մի շարք գործերով անցնում է նաև իշխանության տարբեր շրջանակներ, այդ թվում եւ օրինակ Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետը բազմաթիվ անգամներ հակակոռուպցիոն գործողություններ է իրականացրել Երևանի քաղաքապետարանում, պետեկամուտների կոմիտեում։ Հիմա այստեղ հակասություն կա թե չկա եւ նաեւ Էջմիածնի նախկին քաղաքապետը հակակոռուպցիոնում քննվող քրեական գործը համարել է շոու։ Ինչ եք շոու անում ըստ Յաննա Գասպարյանի։ Ես դատավարության մասնակիցների մեկնաբանությունը չեմ պատրաստվում հիմա ինքս մեկնաբանել, դրա համար կա դատական պրոցեսներ, դուք էլ կարող եք այդ դատական պրոցեսներին մասնակցել, քանի որ ըստ էության հրապարակային է, եւ յուրաքանչյուր անգամ համոզվեք, թե արդյոք իրավական առումով հակակոռուպցիոն կոմիտեն ճիշտ է մեկնաբանել դեպքի հանգամանքները, թե ոչ, եւ արդյոք ձեր ասացի նման այնտեղ ունենք շոու։ Ինչ է դա Յաննան է ասել Գասպարյան ինքն է որակումը տվել եւ երկրորդ հարցը ինչպես գիտեք տևական ժամանակ է նպատակ է դրվել իշխանությունը նպատակ է դրել կաթողիկոսին փոխել դուք ինչպես եք վերաբերում այս գործողություններին օրինակ ըստ ձեզ ով է Հայաստանի ով է ամենայն հայոց կաթողիկ Ես քաղաքական հարցերին չեմ պատասխանում խնդրում եմ նմանատիպ հարցերից ձեռնպահ մնալ նաեւ եկեղեցու հետ կապված հարցերին ես ուզում տանեն ինչ եք անելու որպես եթե ունեք հարցեր իրավական բլոկի պատասխանատու ինչպես է կանխելու այդ Էջմիածնի գանձերը չտանեն ստեղից Ժողովուրդ եթե ունեք իրավական հարցեր հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերելի պատասխանեմ եթե ոչ ավարտենք հա հարցազրույցը